Միջնամատ են ցույց տվել Փաշինյանի քարոզչական խմբին այս շենքի բակում։ Այս տղամարդը այնքան է բարկացած եղել, որ ժեստերով հայհոյելուց հետո իջել է բակու տեղում Ալեն Սիմոնյանին ասել, որ իրենք ժողովրդին խաբել են 2021-ին։ Նույն ձևի խաբեցին, որովհետև հավատքը այնքան մեծ է, որ ժողովրդին ինչ էր ակնկալիքը։ մենք մի մարդու պես ակնկալիքը հզոր Հայաստանից։ Հզոր Հայաստանը ո՞րն է ուզում։ Իմ պատկերացմամբ ամբողջական Հայաստանն է։ Արևմտյան Հայաստան, Նախիջևան, Արցախ, նույնիսկ Կիլիկիա։ Այդ պահին վրա է հասել ԿՊԱ-ական Վահագն Ալեքսանյանն ու փորձել հաշիվ մաքրել։ Ներեք, պատերազմին որտեղ եք կրվել, հազար ներողություն։ Իսկ դու որտեղ ես եղել։ Ես չեմ եղել, դուք որտեղ եք եղել։ Մի տղամարդ քաշքշել է Փաշինյանի ընդդիմախոսի ձեռքից։ Կրվել եք ինչ որտեղ, թե չէ։ Նա էլ ոչնչություն է անվանել ԿՊԱ-ականների խմբին։ Այս տղամարդուն, որը իր հայրենիքն է համարում Արցախն էլ, Կիլիկիան էլ, հետապնդել է Ալեն Սիմոնյանը ու շքամուտքում քաղաքացու ուղղությամբ նետել։ Վերսեք ձեր կնոջը, ձեր մորը եւ բարձացեք Կիլիկիա։ ԿՊԱ-ականների ներկուսակցական քարոզարշավի առաջին շարքերում է եղել Մայրաթոռում կաթողիկոսների գերեզմանակարերին մագլցած օպերային թատրոնի փոխտնօրեն Վրեժ Դուրգարյանը։ Մի մարդ էլ Փաշինյանին բողոքել է, որ բժշկի խորհրդատվությունը թանկ է, դեղերն էլ օգուտ չեն տալիս։ Վարչապետը թե ոչինչ անել չի կարող։ Ես ձեր նման միլիոնավոր պրեմիաներ չեմ ստանում, Հասկացանք։ Սաղից շատից կարող է շատից ես լավ մասնագետ եմ, սաղից էլ լավ մարդ եմ, բայց ես ստանում եմ այդքան, իսկ ձեր մեջ մարդիկ կան, որ ոչ մի բան չեն անում, միլիոներ փող են ստանում։ Երբ Փաշինյանի զրուցակիցը ասել է, որ ինքը պատերազմի մասնակից է, վարչապետը քաղաքացուն անուղղակի մեղադրել է ստախոսության համար։ Ես արուն եմ տվես ազգի համար։ Որտեղ եք արուն տվես ազգի համար։ Որտեղ Իմ հողի համար, Որտեղ, իմ կոնկրետ։ Արցախի հողի համար, իմ Հայաստանի։ Հիմա հենց հիմա կճշտենք, մեր տվյալներով կճշտենք որտեղ եք արուն տվել։ Տեղը ասեք, որտեղ եք արուն։ Ջիվոն Աբրամյանն էլ իմ հրամանատարն Որտեղ եք արուն տվել։ Որտեղ ձեր տվյալներն ասեք, հեսա պաշտպանության նախարարությունով կճշտենք։ Մովսեսյան ռազմիկ, Լենյան ջոկատը մեղե։ Համեցեք։ Հեսա կճշտենք, բայց եթե սուտ ասեք, դա հետևանք է ունենալու։ Թող հետևանք լինի։ Շատ լավ։ Մի ուրիշ տղամարդու հետ զրույցում արդեն սիրալիր է եղել։ Խոստացել է լավ գործ գտնել քաղաքացու համար, երբ նա դժգոհել է իր ցածր աշխատավարձից։ Ինչ եք աշխատում 10,000 դրամով։ Ինչքանով եք ուզում աշխատեք բա։ Միջինգինը գոնե 13-ից 14,000 գոնե, որ դու դա պատկերացնում ես, ինչ աշխատանք։ Ձեր կոորդինատը հələ տվեք, տենան կարողանանք ձեզ տեղավորել։ Տվեք, պարոն Իսախանյան։ Գրած չունեմ։ Մի հատ իր հեռախոսի համարը վերցրեք, մի հատ կոորդինատը գրեք, կփոխանցեք պարոն Խուդացյանի։ 12,000-ը նորմալ է։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նկատում է, խորհրդարանական ընտրություններից 2 ամիս առաջ վարչապետը իրավունք չունի քաղաքացիներին նյութական որևէ ծառայություն խոստանալ, այդ թվում աշխատանքի տեղավորել։ 12,000-ը նորմալ է։ Ըստ իրավապաշտպանի, ՔՊ ղեկավարը բացահայտ ընտրակաշարք է առաջարկել, այն էլ ուղիղ եթերում։ Պետք է շուկան ուսումնասիրել։ Այո, Ընդդիմադիր ուժի օրինակը բերեմ։ Սամվել Կարապետյանի կողմնակիցներից մեկը թողը դներ ուղիղ եթերով ասել, քեզ գործիք տեղավորենք, հարգելի քաղաքացի, 10,000-ից 10,000։ Ինչ կանեին, կփռեին ասֆալտին նույն օրը 5 րոպե հետո։ Կգային խուզարկություններ, բաներ, այն բան ձենով են, որ տենց եթերում ասում են հայտնաբերվել է հանցագործության դեպք։ Լանա Համբարձումյան, Էլեն Յահինյան, Հայլուր։